Թափանցիկությունը դա քո որոշումների արդար հիմքերը եւ օբյեկտիվ հիմքերը կոմունիկացնելու մասին է։ Բնականաբար պիտի լինես օբյեկտիվ եւ արդար, որ կարողանաս լինես թափանցիկ։ Անկեղծ բաց հաղորդակցվելը ուրիշների հետ, կարողանալ թերությունների մասին բարձր ասելը։ Մի բան եմ սովորել որպես ղեկավար, որ թիմին քո ինչուները ասա։ Այսինքն նույնիսկ առաջին հայացքից բարդ որոշումը, որ դու կայացնում ես, եթե մարդիկ դրա ինչուն գիտեն, այսինքն գիտեն դա ինչին է ծառայում, շատ ավելի հասկանալի է լինում, քան եթե դու ասես ես ղեկավարն եմ կամ ես այս գործի մասնագետն եմ, գիտեմ էլի ինձ մի խանգարի, հա, բացատրեք ինչուները եւ կտեսնեք ինչքան հրաշքով է փոխվում այն մարդկանց քանակը, ովքեր որ այդ ճանապարհին ձեզ մեծ օժանդակում են։ Եվ վերջինը ստեղծել վստահություն թիմերում, շատ կարևոր կետ է։ Ուղղակի մի հատ ստատիստիկա ձեզ բերեմ, որ 2023 թվականին են արել, որ այն ընկերությունները, որտեղ որ կա վստահության միջավայր, իրենց արդյունավետությունը, այսինքն կոնկրետ գումար աշխատելը, քանի անգամ է շատ համեմատած այն ընկերություններին, որտեղ չկա վստահություն։ Կարո՞ղ ես թիվը գուշակեք։ 5 անգամ ընկերներ, 5 անգամ ավել։ Պատկերացեք բիզնես ղեկավարի ասես դու կարաս նենց միջավայր ստեղծես, որտեղ 5 անգամ ավել գումար կաշխատես, եթե ստեղծես վստահելի թիմ։